Եվրամիությունը Հայաստանին գումար նվիրելու փոխարեն միգրանտների է նվիրելու։ Հարգելի հեռուստադիտողներ, երկար ժամանակ եվրոպացիները ասում են, հեսա Եվրոպայի վրա հարձակում է լինելու, նկատի ունենալով, որ սա Ռուսաստանը Ուկրաինայից հետո հարձակվելու է Եվրամիության վրա, գրոհելու է Եվրամիությունը, այդ գրոհը իսկապես եղավ, բայց դա ոչ թե ռուսական բանակներ գրոհում, այլ Աֆրիկայից անօրինական միգրանտներն էին գրոհում, եւ այս ամենի ֆոնին մենք ստիպված ենք խոսել Հայաստանի Հանրապետության մասին, իսկ ինչու հիմա ավելի մանրամասն կասենք, տեսեք, քանի մենք ազգային ժողովում, քննարկումների ականատես ենք լինում, շատ մեղմ ենք, ձևակերպում, քանի մթնոլորտը ազգային ժողովում շարունակում է լարվել եւ մոտ ապագայում վստահաբար կարելի է ասել, որ մենք նաեւ ծեծուջարդ ենք տեսնելու ազգային ժողովում հին ավանդույթների համաձայն, Եվրոպայից գալիս են չափազանց վտանգավոր ազդակներ, մի շարք եվրոպական պարբերականներ, հեղինակավոր պարբերականներ, այստեղ տարբեր ոլորտների փորձագետները չեն կարող ասել, որ դրանք fake news-եր են, մասնավորապես իտալական Corriere della Sera-ն, եվրոպական Euronews-ը հայտնում են այն մասին, որ Իտալիայի մեր հարգարժան գործընկերները կարող են առաջարկել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համապատասխան մի ճամբար, անօրինական միգրանտներին ընդունող ճամբար, այն միգրանտներին, որոնք գրոհում էին Եվրամիությունը, օրինակ կարելի է իրենց տարբեր երկրներ, այսպես ասած, տեղավորել, այդ երկրներից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գրեթե անմիջապես սրա վերաբերյալ եղավ արձագանք եւ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը եւ ի թիվս այլնի իր մեկնաբանության մեջ նշեց, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ինքը չի ասում, մենք այս տեսակ հարց չենք քննարկելու, մեր համար սա կարմիր գիծ է, այսինքն որ Եվրոպան գրոհող միգրանտները չպետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն թեկուզ եւ ժամանակավոր, ինքը ասում է, մեր հետ այս հարցը չի քննարկվել, ինչը իր հերթին նշանակում է, որ մենք կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ իսկապես այս հարցերը լինելու են Հայաստան Եվրամիություն քննարկման օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը եւ ի վերջո մենք իսկապես ստանալու ենք մի իրավիճակ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր սրում էր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, քարոզը այստեղ գնում էր այնպեսին, որ նա Ուրսուլա ֆոն դեր Լայենը կգա, Կայա Կալասը կգա, այստեղ Եվրոպական համայնքի գագաթնաժողով կիրականացնենք ու դրանից հետո Եվրամիությունը կօգնի մեզ լուծել մեր տնտեսական խնդիրները, Ժորժ ջան, այլ կերպ ասած, փող կտան եվրոպացիները։ Հիմա այդ փողը քիչ է որ չեն տալիս, հələ մի բան էլ ուզում են անօրինական միգրանտներին ուղարկել Հայաստանի Հանրապետություն ու Ընդհանրապես այս իրողությունը երևի պետք է ավելի լայն համայնապատկերում դիտարկել եւ հասկանալ հետեւյալը, տեսեք, ինչ են փորձում անել Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ պատկերի հետ, էթնիկ պատկերի հետ։ Ադրբեջանը իր նախագահից սկսած վերջացրած տարբեր Չ կլասի падգամավորներ, պաշտոնյաներ եւ այլն ասում են հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է առերեսվեն այն իրականության հետ, որը ձևավորվել է 2023 թվականներից հետո եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները ունեն պատմական իրավունք վերադառնալ ճակերտավոր պատմական իրենց հայրենիք, այն է Հայաստանի Հանրապետություն, որը իրենք անվանում են արևմտյան Ադրբեջան, այստեղ երևի մեր հարգարժան եվրոպացի գործընկերները կարծում են, որ Եթե Ադրբեջանը կարող է ադրբեջանցիներին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչու մենք չենք կարող անօրինական միգրանտներին Եվրոպայից տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք ինչ վայնասուն էին բարձրացնում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ասում էին, Ռուսաստանից տարբեր պաշտոնյաներ գալիս են այստեղ Հայաստանը անվանում էին ֆորպոստ, եվրոպացիներն նախ տարիներ առաջ դեռ Մակրոնն էր ասում, որ մենք բուֆեր ենք, այսինքն դատարկ մի հատ գոտի Եվրամիության, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, բայց այդ դատարկությունը անվտանգային առումով իրանք չեն լցնում, բայց փորձում են դեմոգրաֆիկ առումով փոխել Հայաստանում եղած պատկերը եւ այդ բուֆերային գոտին ըստ երևույթին ուզում են լցնել միգրանտներով, որոնք տեղ չեն գտել Եվրամիությունում, սա է այն ապագան, որը մեզ հնարավոր է սպասի, եթե իրողությունները հենց այս տրամաբանությամբ շարունակեն զարգանալ, ընդհանրապես մենք պետք է նաեւ նշենք հետեւյալը, քանիցս ալֆայի տաղավարում սրա մասին խոսել ենք, Հայաստանը չի գնում դեպի Եվրամիություն, Հայաստանը գնում է դեպի թուրքական աշխարհ, այլ հարցը, որ եվրոպացի մեր հարգարժան գործընկերները իշխանություններին օգնում են այս ճանապարհին, իրենք թույլ են տալիս, որ այդ քարոզը Հայաստանում իրականացվի, միևնույն ժամանակ փորձում են իրենց խնդիրները լուծել։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ,
ադրբեջանցիներ են գալիս Հայաստանի Հանրապետություն, լցվում է ադրբեջանցիներով Հայաստանի Հանրապետությունը, Աֆրիկայից միգրանտներ են գալիս, հիմնականում նաև իսլամ դավանող միգրանտներ, իրենք լցվում են Հայաստան, այս ադրբեջանցիներով եւ իսլամ դավանող մեր հարգարժան միգրանտներով լցված Հայաստանը շատ ավելի արագ կարող է տեղավորվել ոչ թե Եվրամիությունում, այլ թուրքական աշխարհում։ Ու ընդհանրապես այստեղ նաև ամփոփելով մեր զրույցը պետք է նշենք հետևյալը. գլոբալ առումով ինչ է ասում քարոզչությունը, հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, իրենք ինչ էին անում նախընտրական արշավի ժամանակ։ Օրինակ Սամվել Կարապետյանն ասում, մենք 300,000 աշխատատեղ ենք ձեր համար ապահովելու։ Իսկ իշխանությունները ասում են, Ժորժան, ինչ 300,000 աշխատատեղ, հենա Եվրոպային կանդամակցենք, Եվրամիության անդամ կդառնանք, դուք չեք աշխատի, բայց դուք եվրոպական որակի կյանք կունենաք։ Մարդկանց հետևյալ երկընտրակներ էլի առաջարկում, կամ դուք կաշխատես, բարիք կստեղծես, կամ էլ եվրոպական բարիքից դու էլ կօգտվես։ Իհարկե կային քաղաքացիներ, որոնք կարող էին հավատալ նրան, որ ինչու աշխատենք, ավելի լավ գնանք եվրոպական բարիքներից օգտվենք, բայց այդ բարիքները մեծ հավանականությամբ մեզ չեն հասնի, բայց մեկ այլ խնդիր է, որ այդ բարիքների խոստման տակ եվրոպացիները փորձելու են իրենց հարցերը լուծեն, եւ այս մոնոէթնիկ Հայաստանի Հանրապետությունը կարող է լցվել ոչ միայն 300,000 ադրբեջանցիներով, այլ նաև Սոմալիից եւ աֆրիկյան այլ երկրներից եկող էմիգրանտներով, եւ սա ասում ենք ոչ թե մենք, եւ սա ասում է ոչ թե ռուսական fake news-ը, այլ ասում են եվրոպական պարբերականները, Corriere della Sera-ից մինչև Euronews։ Մտածեք այդ մասին։